Բարև ձեզ, այսօրվա օգոստոսի 5-ի իմ ամբողջ հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ գիր սիրե, դավթար սիրե, ղալամ սիրե։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ, կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասնեմ բույնյութին, այսպես վերնագիրը։ Գիր սիրե, դավթար սիրե, ղալամ սիրե։ Ինչու ես ընտրեցի այս վերնագիրը, ընտրեցի մեջ բերելով Սայաթ Նովայի խոսքը։ Որովհետև այս մի երկու օր հետևում եմ Հայաստանի ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի աշխատանքներին և հնչող ելույթները բովանդակային առումով իր հերթին, բայց ինձ համար շատ ավելի մտահոգիչ է այն բառապաշարը, այն խոսքը, որ հնչում է ազգային ժողովի ամբիոնից։ Ընդհանրապես կան խոսակցական գոյությունի բոլոր լեզուներում կա խոսակցական լեզու, գրական լեզու և նույնիսկ պարլամենտական լեզու։ Եթե պարլամենտում խոսում են հատուկ առավկանությամբ, ավելի շեշտված գրագետ տվյալ լեզու։ Իբա որ չես ասի ներկայիս ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի պատգամավորների մեծ մասին։ Եվ եթե հետադարձ հայացք են գցում ազգային ժողովի սկզբից Գերագույն Հայաստանի անկախ Գերագույն Սովետի ժամանակներից հետո անկախ Հայաստանի Գերագույն Սովետ դարձած ժամանակներից հետո ազգային ժողովի առաջին նստաշրջանից և մինչև հիմա, ապա միանշանակ է, որ ազգային ժողովի առաջին նստաշրջանի այսպես ամբողջ պատգամավորական կազմը անհամեմատելի է ներկայիս և դրանից հետո եղած բոլոր ազգային ժողովի պատգամավորական կազմերի հետ և ցավոք սրտի ինչքան գնաց 2-րդ, 4-րդ, 5-րդ նստաշրջաններից գնալով ամենայն դեպս լեզվական առումով հետընթաց ապրեց։ Դերևս նույնիսկ պատահական էլ չի գուցե, նաև որտև առաջին գումարման ժամանակ Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ էին գիտնականներ, ակադեմիկոսներ, դասախոսներ, քաղաքական գործիչներ, քաղաքական պայքարի բովով անցած գործիչներ։ Հետո գնալով, այսպես նշաձողը գնալով իջավ։ Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք։ Բայց նախքան դրան անցնելը, ուզում եմ մի էքսկուրս անել անցած շաբաթվա, ընթացիկ շաբաթվա ավելի շուտ տեղեկությունների լսած լրահոսից ստացած մի քանի տպավորություններից։ Մասնավորապես ռուսական բլոգերներից մեկը նշում է, մուննաթ է գալիս, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, սա ասում է, որ հակառակորդը, նկատի ունի Ուկրաինան, չի թողնում, որ մենք դուրս գանք պատերազմից։ Պատկերացնում եք։ Կրեմլը հարձակվել է, լայնածավալ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ, և հիմա ուկրաինացիները, Ուկրաինան և Ուկրաինային պաշտպանող երկրները, հավանաբար սրանց էլի նկատի ունի, թույլ չեն տալիս, որ ռուսները դուրս գան պատերազմից։ Ինչպիսի դիտարկում, տապես ռեպլիկի կարգով։ Այս նույն նոտայի վրա են ասենք հնչում նույն Սալավյովա կան համքարության կերպարները, իդեմս նաև իրենց
չգիտես ինչու երբեմն հայ հռչակող բնակալեզ, կրեմլյան բնակալեզներ, ինչպիսիք են Միգրանյան Անդրանիկը, Սիմոնյան Մարգոն, Եմկուրղինյան, Մուրղինյան, Շախնազարովները եւ այլն։ Շատ են ախրել։ Սա է միջայլոց։ Մյուս կողմից էլ փառացորեն 2 օր առաջ հայկական էլեկտրոնային լրատվական կայքերից մեկում ասպիսի մի տեղեկություն կարդացի, որտեղ սևոսպիտակի վրա գրված է. Բաքուն է տապալել Իսրայելում հայոց ցեղասպանության ճանաչում։ Ճիշտ։ Գիտեք, կա գոյություն ունի լրագրության մեջ հնարք, տրուկներ գոյություն ունեն, որ բավական վերնագիր այնպես դնեն, հետո վերնագիր կդնեն, հետո ընթացքում էլ տեքստը գրելուց մի քիչ այլ ձևի կփոխվի, այլ կերպ կփոխվի, բայց վերնագիրը որ դրեցին, արդեն դա մեղվում է, դա տրուկ է։ Ինչպես օրինակ ասենք ռուսական լրատվամիջոցներ էլ յուղոտ տառերով գրեցին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել եւ հրաժարական է տվել Հայաստանի կառավարությունը, վերջ վերնագիր։ Եվ նույնպես բանից անտեղյակ մարդիկ, վայ, տեսա Նիկոլը հրաժարական է տվել Հայաստանի կառավարությունը, հետը գնացել է։ Անիշ վերնագիր էլի, տրուկ է, պրոպագանդիստական տրուկ, որը Ռուսաստանի համար նոր չի, ընդհանրապես ոչ մի զանգվածային լրատվության միջոցների համար նույն նոր չի, դա օգտագործում է։ Եվ նույնիսկ այդպիսի տրուկ էլ կա, մի բան գրում են, հետո նաև հերքում են։ Բայց արդեն գրածը, ասենք խոշոր տառերով գրվում է սուտ տեղեկությունը, հետո հաջորդ օրը նույն թերթի որևէ էջում այս փոքրիկ մի հրապարակում է լինում, որով որ խմբագրությունը թերթը, ասենք ներողություն է խնդրում տարածած սխալ ինֆորմացիան, բայց տարածած սխալ ինֆորմացիան ավելի արագ է տարածվում, իսկ այդ հերքումը կարող են շատերը չնկատել։ Հասկացաք, չէ՞ ինչ։ Այնպես էլ այս մի տեղեկություն է, գիտեք, ոչ թե տեղեկատվություն, այլ տեղեկություն է, որ իբր Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տվել Հայաստանի կառավարությունը, վերջ։ Այնիշ պարզը, որ ընտրվել է նոր ազգային ժողով եւ ըստ սահմանադրության, ըստ կանոնադրության պետք է կառավարությունը իդեմս վարչապետի նաեւ հրաժարական տա եւ հետո նորից նշանակվի։ Ընդամենը։ Հիմա վերադառնալով այս ներկայիս ազգային ժողովին, մի անընդհատ չէ, բայց երբեմն ականջով անդադ հետևում եմ լսում ելույթները, ընդհանուր առմամբ այն տպավորությունը ստեղծվեց, որ ընդդիմությունը արդարանում է, ներկայիս իշխանությունը կառավարիչներն էլ մեղադրում են, բայց երկուսն էլ չգիտես ինչ։ Ընդդիմությունն էլ արդարանում է, որ ավելի մեղադրում է ընդդիմությունը ընտրությունների արդյունքները կեղծելու մեր գրողոտանի։ Ընտրությունների արդյունքները կեղծելու մեղադրանք են հայտարարում, բարձրաձայնում մի կուսակցությունների կամ մի քաղաքական գործիչներ, որոնք որ իրենք են կանգնած ընտրությունները կեղծելու ակունքներում։ Այսինքն հիմա հանդես են գալիս ամպոտ ոտքերով, ամպոտ լուսապսակը գլխներին եւ բողոքում են, որ ընտրությունները կեղծել են, այլ ընտրությունները կեղծողները ինձ իրենք են եղել։ Սկսում է sense։ Ասած 96 թվականից, բայց ստոպ։ Եվ նրանք ասում են, որ 96 թվականից է ստեղծվել ընտրությունները կեղծվել, նկատի ունեն 96 թվականի նախագահական ընտրությունները։ Այնինչ 96 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Եվ ասում են, որ ընտրությունները կեղծվել են։ Այնինչ ընտրությունները չեն կեղծվել։
Լևոն Տեր-Պետրոսյանը տարել է լիարժեք հաղթանակ։ Ընտրությունները կեղծել են այդ ընտրությունների ժամանակ կեղծիքներ են թույլ տվել ԱԺՄ-ն իդեմս Վազգեն Մանուկյանի Հայաստանի համար 1 խառնակչի, ԱԻՄ-ը իդեմս Բարույր Հայրիկյանի Հայաստանի համար 2-րդ խառնակչի, Հայ հեղափոխական դաշնակցությունը, ՍԻՄ-ը, սրանք ամեն ինչ արել են ընտրությունների հարցումները խեղդելու, ձախողելու, կեղծիքներ թույլ տալու, շատ տեղերում լցոնումներ են կատարել։ Եվ այսքանից հետո այնուամենայնիվ նրանց չի հաջողվել։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը տարել լիակատար հաղթանակ։ 96 թվականի ընտրությունները չեն կեղծվել ժամանակվա իշխանությունների կողմից։ Ժամանակվա իշխանությունները 96 թվականին ընտրությունները չեն կեղծել։ Կրկնում եմ, ընտրությունները կեղծելու փորձեր են կատարել ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ նրանց արբանյակները։ Եվ ինձ համար շատ տարակուսելի էր, որ երբ Հայաստանի նորանշանակ վարչապետը ներողություն խնդրեց Վազգեն Մանուկյանից, թե ինչու, սա ինձ համար առաջին ազդանշանն էր, ցավոք սրտի, ինձ ներողություն խնդրում, ինչու։ Եվ ես գնաց։ Կրկնում եմ, 96 թվականի ընտրությունները չեն կեղծվել։ Ասում եմ ես, որ մեջի մարդ եմ եղել։ Դրանից հետո, երբ արդեն սկսել են կեղծվել, այն ժամանակից ի վեր եւ երբ 98 թվականին հայտնի ուժերի կողմից նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված հրաժարական տվեց, այսինքն ստիպված էր, որովհետեւ տեղի ունեցավ պետական հեղաշրջում եւ իշխանության եկավ իրեն նախագահ կարգեց Ռոբերտ Քոչարյանը։ Կեղծիքով, որովհետև ներկայացած տեղեկանք, ըստ որի ինքը Հայաստանի քաղաքա 10 տարուց ավել ապրել է Հայաստանում այնչ։ Ոչ։ Եվ դրանից հետո արդեն տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խախտել են, կեղծել են ընտրությունները։ Եվ հետո գալիս հասնում ենք մարտի 1-ի դեպքերին։ Եվ հիմա էլ են այս ներկայիս կառավարիչներն էլ ընդդիմության մեր հարադրում մարտի 1-ի դեպքերի հարցիվ, բայց բոլորը մոռանում են, թե ինչու այդ մարտի 1-ը ինչու էր, պատճառն ինչն էր։ Պատճառն այն էր, որ համաժողովրդական ընդվզում էր Քոչարյան Ռոբերտը չէր ուզում, որ միանշանակ ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնա իշխանության, եւ իշխանությունը ուզում էր այսպես երկնագույն ժապավենով սկուտերի վրա մատուցել, այս ոսկի հորձում է ասվում, մատուցել Սերժ Սարգսյանին եւ նրանք երկուսով իրականացրեցին այդ մարտի 1-ի սպանդը։ Բնակություն։ Եվ ասում են, թե իրականացվել է քննչական գործողություն։ Առավոտյան լուսաբացին ժամը 6-ին մտնում են ընդամենը մի 50-100 հոգի մարդ էր Ազատության հրապարակում։ Իվադաթար են անում, ես ասում եմ զենք զինամթեր գտնել, հետո նկարահանում են, եւ հետո էլ ցույց են տալիս, որ մի ոստիկանի համազգեստով ինչ որ մեկը, պես թփերի միջից, այնպես հակապատական թփերի միջից դաշնամուր տեսան, այդպես այդ սկզբունքով տուփը տանում են մի կողմ, ճյուղը տանում են մի կողմ, մեջ էլ հան մատաճանակ էին գետնի վրա այսպես ցույց տալիս։ Այնինչ, եթե փնտրում էին այդ հատաճանակ գտնողը, պետք է լիներ ձեռնոցներով։ Ոչ։ Իշտ այնպես, ինչպես նաև հետո Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում, երբ որ հավաքվել էին ցուցարարներ եւ այլն, դա այցելելուց հետո հաջորդները ցույց են տալիս ինչ որ թմրանյութ օգտագործելու հետքեր։ Դրանից առաջ էլ Ազատության հրապարակում ինչ որ թփերի մեջից ասում կա հատաճանակ էին գտնում, դաշույն, մաշույն եւ այլն։ Եվ հիմա այս ամենի մեջ էլի կրկնում եմ, քննադատում են մարտի 1-ը եղել, այսպես մարդ է զոհվել 10 հոգի ամեն զոհեր են եղել եւ այլն, բայց պատճառը չէ, դա ինչու է
Եվ նաև այս իշխանավորներն էլ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները կարկառուն իրեն ժառանգի հետ միասին ասում որ քննչական գործողություն, որը որ մահակների ծեծ ու ջարդով ազատության հրապարակից մարդկանց միջև հետապնդել են միջև հանրապետության հրապարակ։ Այդ ընթացքում Աբովյան փողոցի վրա կամ Մաշտոցի փողոցի վրա ձեռքի տակ ընկել է ծեծել են մեր մասից։ Եվ սա քննչական գործողություն է։ Հետո էլ ունեցավ, ասենք, ընբզումը եւ Ռոբերտ Քոչարյանը հրաման տվեց, որ կրակ բացեն խաղաղ բնակիչների խաղաղ ցուցարների վրա։ Հիմա ներկայիս կառավարիչների ամբողջ մեղքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանում է դատարանում, այսպես արդարանալ եւ ասել ինքը չի հասկանում թե իրեն ինչի համար է, ինչու են դատում, որովհետեւ դատում են ըստ իս դատում են ինքն է ասում իմ պարտականությունները կատարելու համար, նախագահի պարտականությունները կատարել եմ դրա համար ինձ դատում են։ Ահա, այդպիսի բաներ։ Ահա այսպիսի բաներ, պարոնայք երկրի ներկայիս կառավարիչներ։ Մի խոսքով, երբ որ մարտի 1-ից են խոսում, պետք է նշեք, հասեք հա եղել են դեպքերը, բայց այդ դեպքերի պատճառն ինչն էր, դա չեն նշում։ Եվ դրանից հետո էլ, ասենք, ասպետ ընդդիմության ներկայացուցիչներն էլ պես խոսում են, նեղադրում են ներկայիս կառավարիչներին, հայտարարում որ բեզաչոտնիկությունն է տիրում երկրում։ Այդ էլ դրա հեղինակն է Ռոբերտ Քոչարյանի որդի երեսփոխան Լևոն Քոչարյանի բառապաշարից։ Դե, ինչ ասես։ Ընդհանրապես թե ընդդիմության, թե ներկայիս կառավարիչների ներկայացուցիչների, թե իշխանական պատգամավորների խոսքը մեր մասած կողմ է։ Երբ պատգամավորը ասում է մթնոլորտ, տեղեկատվություն տամ, սահմանադրության լոզունգային մաս, պատկերացնում եք, պատգամավոր ասում է սահմանադրության լոզունգային մասը։ Կարամ ասեմ, կամ ասում է բերե, տարե, լսե, սա ողբերգություն է։ Ասում է, մեկն ասում է, հիմա հելնի խոսա։ Ամեկն ասում է, ոչ մեկ չեր ընդունում ասածս, ոչ մեկ չեր ընդունում ասածս։ Եկել ասում է, կարող է այս ձևը հասկանալ, կարող եք այս ձևը չհասկանալ։ Վերնագիր, միտիկին պրեսփոխան ասում է, վերնագիր, հարց, ողբերգություն է, դրա համար եմ ասում, ներկայիս ազգային ժողովի, այսպես ներկապնակը չես կարող համատել ներկայիսի նկատի ունեմ 9-րդ գումարման ազգային ժողովի ներկապնակը անհամեմատելի է, համեմատելու եզրը անգամ եզրույթ չունի առաջին գումարման ազգային ժողովի հետ։ Ցավոք սրտի դա այդպես։ Այսօր հպանցիկ այսքանի մասին է ուզում խոսել եւ շատ ձեր չեմ ուզում ձեր ուշադրությունը չարաշահել, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ, դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասյա Ավանեսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Հա, կներեք։
իդեպ ես մոռացա վերնագիրն ասացի այդ հայտնի դիմադիր կայքից, որ վերնագիր են դրել, թե Բաքուն է տապալել Իսրայելում հայոց ցեղասպանության ճանաչումը, ես ասացի, որ դա լրագրողական տրուկ է, բայց հարցը միայն տրուկ չի։ Որովհետև իրոք կարող են լինել մարդիկ, որ իսկապես հավատան, թե իբր իրոք Բաքուն ազդել է Իսրայելի վրա, որ Իսրայելը չճանաչի հայոց ցեղասպանությունը, որովհետև նույն այդ կայքը արդեն գրել էր, որ Իսրայելի կառավարությունը վերջապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը, նույն այդ կայքն էր գրել, այնինչ Իսրայելի կառավարությունը հայոց ցեղասպանությունը չէր ճանաչել, Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել իր երկրի արտաքին գործերի նախարարի նախաձեռն առաջարկին, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը։ Կառավարությունը հավանություն էր տվել այդ առաջարկին, որը որ ընդունելու համար պետք է քննարկման մտներ Քնեսետում, Իսրայելի պարլամենտում, որը որ չի անցել, նույնիսկ Քնեսետ չի մտել, մերժվել է։ Այնպես որ Ադրբեջանը չի խանգարել, որ Իսրայելը ճանաչի հայոց ցեղասպանությունը, այլ ես իմ հաղորդման մեջ հենց առաջին օր ասացի, որ դա չնելու բան է, որովհետև Իսրայելի կառավարությունը սա հայոց ցեղասպանության հարցը օգտագործում որպես կարկտիկ Թուրքիայի հետ հարցեր լուծելու համար, որովհետև Թուրքիան էլ հայտարարում էր, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Ղազայում։ Ու Իսրայելը բավական լավ կլինի, մենք էլ ճանաչենք հայոց ցեղասպանությունը։ Վերջ, այսքան բան։ Եվ լավ է, որ Հայաստանի կառավարիչները այս հարցում գոնե դիրքորոշում ցուցաբերեցին եւ ոգևորության որևէ նշույլ չցուցադրեցին, հակառակ այս դիմադիր խաղացող կամ քաղաքականությունից բան չհասկացողներից դրսևորած ցնծագին արձագանքների։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասել եմ մեկ անգամ եւս, կոչով դիմում եմ բոլոր նրանց, որ նաև հաղորդում լեզվազեր չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ։ Դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք։ Խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհին։